Հետընտրական երկուշաբթին մի կողմից շնորհավորական շքերթներով, մյուս կողմից հետագա քայլերը վերլուծելու կոչերով սկսվեց։ Թեպետ կենտրոնական ընտրականը դեռ վերջնական չի ամփոփել վաղարշաբաթի ընտրությունները, քաղաքական թիմերն արդեն հաշվել արձանագրել են արդյունքները։ Հոգևոր մայրաքաղաքի ավագանի են անցնում 3 ուժ՝ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 15298 քվեով, ընդդիմադիրներից հաղթանակ դաշինքը 10051 եւ Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցությունը 1692 ձայներով։ Մանդատների բաշխումը արդեն տոկոսներով է իրականացվելու, իհարկե հիմնվելու են այն ձայների վրա, որոնք որ կուսակցությունը եւ դաշինքները հավաքել են, բայց դրանք արվելու է նաև այն չանցած կուսակցությունների դաշինքների ձայները եւ բնականաբար չանցածների ձայները բաշխվելու են անցնող կուսակցությունների դաշինքների վրա այնքանով, որքանով որ նրանք միմյանցից առաջ են։ Դրա համար մենք ունենալու ենք տոկոսային փոփոխություն ու բնականաբար ավականու մանդատները կբաշխվեն ըստ տոկոսային փոփոխության։ Նախնական հաշվարկներով ԿՊ-ն վաղարշաբաթում կունենա 19 մանդատ, այսինքն քաղաքային իշխանության ղեկը միայնակ կվերցնի։ Հաղթանակ դաշինքը 12 տեղ կզբաղեցնի ավականիում, Մայր Հայաստանը 2։ Վարչապետն է արձանագրում, վաղարշաբաթցիներն իրենց թեկնածուին ընտրելով հաստատեցին, որ մեր նահատակների հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցը խաղաղ, բարեկեցիկ եւ ժողովրդավարական Հայաստանն է։ Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին։ Իսկ քաղաքացիական պայմանագրի առաջին համարը վաղարշաբաթի ղեկավարի թեկնածու Արգիշտի Մեխակյանը, ով ընտրական օրը խուսափեց պատասխանել լրագրողների կենտրոնական իշխանության հակաեկեղեցական արշավի մասին հարցերին, ոչ թե քաղաքական, այլ քաղաքային դաշտում է։ Հետընտրական առաջին խոսքը դարձյալ Facebook-ում է շնորհակալության տեսքով։ Ձեր զորակցությամբ հնարավոր դարձավ մեր այս կարևոր հաղթանակը, որը մեզ պարտավորեցնում է ամեն օր առավել պատասխանատվությամբ աշխատել եւ ձեր սպասելիքները իրականություն դարձնել։ Ընդդիմության առավելագույն ձայներ ստացած թեկնածուն Սևակ Խաչատրյանը կխոսի վաղը, մամուլի ասուլիս է հրավիրել, իսկ Մայր Հայաստանի արձանագրումը բանաձևի նման է։ Մեջբերում ԿՊ-ն քաղաքում միանձնյա իշխանություն կստանձնի, բայց այն փոքրամասնության կառավարում կլինի։ ԿՊ-ն խոսում է ջախջախիչ հաղթանակի մասին այն դեպքում, երբ անգամ ընտրության մասնակիցների 50%-ը չէ, որ քվեարկել է իրենց։ Իրենք ստացել են 48%, իսկ 52%-ը քվեարկել է իրենց դեմ։ Հոգևոր մայրաքաղաքում, երբ դեռ եռում էին նախընտրական կրքերը, պայքարում կարմիր թելի նման էր անցնում թեզը, թե վաղարշաբաթը կարող է դառնալ Գյումրի 2, այսինքն եթե անգամ քաղաքացիական պայմանագիրն առաջատար դիրքերում լինի, սակայն չկարողանա հաղթահարել 50 գումարած մեկի շեմը, ընդդիմությունը կմիավորվի միասնական ձայներով կհաղթի Մեխակյանին։ Այդպես չեղավ եւ հիմա ի վերջո ինչ ցույց տվեց այս ընտրությունը, ինչ ունենք այսօր ընտրատեղամասերի դռները կողպելուց հետո քաղաքագետն է մեկնաբանում, Գյումրու սցենարն այստեղ կրկնելու կես շանս անգամ չկար։ Դրանք տարբեր ուրեմն իրավիճակներ են Գյումրի մեկ համայնքի, իսկ այստեղ վաղարշաբաթը քաղաքն եւ գյուղերն են, իսկ գյուղերը քվեարկել են ԿՊ օգտին, վաղարշաբաթը ընդդիմության օգտին, բայց քանի որ կեսից մի քիչ եւ վաղարշաբաթը եւ ուրեմն գյուղերը գումարվել են, բնականաբար տոկոսավորի բարձր ստացել։ Իշխանությունն ի դեպ համայնքային այս հաղթանակը համարում է եկող տարվա համապետական ընտրությունների հնչյուն նախերգանքը։ Փորձագետներն այստեղ ընդդիմությանն առաջարկում են մինչև 2026-ի խորհրդարանականը փոխել խաղի կանոնները։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։